Աստծուն սիրելի եկեղեցի ողջունում ենք ձեզ աշտարակի կյանքի ֆոզ եկեղեցում։ Շատ ուրախ ենք, որ դու այստեղ եք։ Դու այստեղ ես։ Շնորհակալ ենք Աստծուն։ Փառք Աստծուն, Աստված օրհնել է մեզ արդեն։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է եւ Աստված օրհնեց մեզ իր ամեն հոգեվոր օրհնություններով։ Գիտես որ հոգեվոր օրհնությունը ավելի լավ է, քան նյութական։ Ամեն։ Հոգևոր օրհնությունների մեջ շատ մեծ ու հրաշալի բաներ կան։ Ուղղակի պետք է հավատանք, վերապրենք եւ մտնենք Տիրոջ գերբնական օրհնությունների մեջ, որովհետեւ տեսեք, նյութական բաները իրանք բնական են, չէ՞։ Ինչը մենք շոշափում ենք, չէ՞, բնական է։ Փողը որ շոշափում ես, բայց Աստծո օրհնությունը գերբնական է։ Որովհետև չէ Աստղիկը շատ հրաշալի խոսած Տեր օրհնի քո ջան։ Այնինչ աչք չտեսավ եւ ականջ չլսեց։ Այդ գիտեք ինչ զորավոր բան է։ Երբ որ չես տեսնում, չես լսում, բայց ինքը կա, հավատում ես։ Հալելույա։ Եվ ասում է այդ ամենը Աստված պատրաստեց իրեն սիրողների համար։ Իսկ ես գիտեմ որ դու Աստծուն շատ սիրում ես։ Ամեն։ Ուրեմն սպասի գերբնականների։ Սպասի գերբնականների։ Թող այսօր քո հավատքը ավելանա ավելի բարձրանա։ Գիտես որ հավատքը աճելու ունակություն, ընդունակություն եւ զորություն ունի։ Եվ ամեն անգամ երբ դու գալիս ես այստեղ, երբ որ երկրպագում ես Աստծուն, երբ որ ծառայում ես Տիրոջ, երբ որ լսում ես Աստծո խոսքը, լցվում ես Աստծո խոսքով, այդտեղ գիտես ինչա տեղի ունենում, քո հավատքը բարձրանում է։ Իսկ հավատքը մեզ այսօր շատ է պետք։ Այս դժվար, այս չար, այս նեղված աշխարհում մեզ հավատք շատ է պետք, որ մենք հավատքով գործենք եւ հավատքը մեր մեջ գործի, եւ ամեն ինչ որ ստանում ենք, մենք հավատքով ենք առնում, ամեն։ Փառք Աստծուն։ Դրա համար կոչվում ենք հավատացյալներ։ Դա ուղղակի անուն չի, որ մեզ տված է։ Մեզ ասում են հավատացյալներ, եւ դա ամոթ բան չի, որ մենք հավատացյալ ենք, որովհետեւ հավատացյալ նշանակում է հավատալ Աստծուն։ Մենք հավատում ենք Աստծուն։ Դրա համար հավատացյալ ենք։ Մենք քրիստոնյա ենք կոչվում, որովհետեւ ապրում ենք Քրիստոսի խոսքով եւ ընտրել ենք ծառայել Քրիստոսի։ Դրա համար ենք քրիստոնյա կոչվում։ Ոչ թե ուղղակի այսպես ծնվում են, հա, քրիստոնյա։ Մենք գիտենք, մենք բոլորս այդ ապաշխարության աղոթք արել ենք եւ գիտենք ժողովուրդ ջան, որ քրիստոնյա չեն ծնվում, քրիստոնյա դառնում են։ Քրիստոնյա նշանակում է որոշում կայացնել, ապրել Քրիստոսի համար։ Ապրել Քրիստոսի խոսքով։ Աստված իր խոսքը ուղարկեց մեզ, որպեսզի մենք ճանաչենք նրա խոսքը։ Եվ նրա խոսքի միջոցով մեր հավատքը բարձրանա, ճանաչենք Աստծուն։ Եվ երբ որ կճանաչենք Աստծուն, ազատության մեջ կապրենք։ Ամեն։ Մենք կարիք ունենք ամեն օր մոտենալու Աստծուն, ամեն օր էլ ավելի ճանաչելու Աստծուն։ Աստված անսահման մեծություն է։ Մենք ինչքան էլ ապրենք այս աշխարհի վրա, չգիտեմ քանի տոկոսը կճանաչենք Աստծուն, բայց միշտ կարիք կա փնտրելու, մոտենալու, ճանաչելու, լցվելու։ Առաջ, երբ որ կարդում ենք Հին Ուխտում, մարդիկ ապրում էին 900 տարի։ Պատկերացնում ես, բայց այդ 900 տարին էլի բավական չէր Աստծուն ճանաչելու։ Ամենաշատը ապրեց Մաթուսաղան 969 տարի կարծեմ։ Իսկ բանի համար, Ենովքի համար ասում է, որ ինքը երիտասարդ գնաց երկինք 300 քանի տարեկան էր։ Այդ վաղտվա համար, այն ժամանակների համար տարիք չէր, էլի, ասենք մարդիկ 800-900 տարի ապրում էին, Ենովքը 340 քանի տարեկան էր, չեմ հիշում թվերը կոնկրետ, ասում է ինքան ճիշտ ապրեց Աստծո առաջ, ինքան ուղիղ եղավ Աստծո առաջ, որ Աստված Ենովքին վերցրեց, ինքը մահ չտեսավ։ Հրաշալի է։ Երկու հոգի Աստվածաշնչում գրված ովքեր մահ չտեսան, Ենովքը եւ Եղիան։
Եղիան էլ հա ապշտակվեց երկինք մարմնով հրաշալի է, աշխարհը չկարողացավ, մահը չկարողացավ իրաց վրա իշխել։ Բայց գիտեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, մահը իր վրա զորություն չուներ, բայց մահացավ գիտեք ինչի համար, իմ ու քո համար, մեր մեղքերի համար։ Ինքը մահ տեսավ, որ մենք հավիտյան ապրենք։ Եվ Հիսուսը մահի հարցը լուծեց։ Մահի հարցերը լուծեց։ Եվ մահը մեզ վրա զորություն չունի, որովհետև գիտեք ինչ ա գրված Աստվածաշնչում, եթե մեռնենք էլ կապրենք։ Ամեն։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե դու մեռնես էլ, դու կապրես, որովհետև մեր մահը նշանակում է նոր կյանքի սկիզբ, հավիտենական կյանքի սկիզբ, Քրիստոսի հետ։ Մենք չենք վախենում մահից։ Մենք քնելու ենք եւ արթնանալու ենք Տիրոջ գրքի մեջ։ Հրաշալի է։ Ամեն։ Թե սովորով խեմս ես բաներ խոսում։ Փառք Աստծո։ Ուզում ասեմ չվախենաս։ Աստված մեր մեջ է։ Հալելույա։ Դրանից զորավոր բան չկա սիրելիս։ Փառք Աստծո։ Ուզում անցնեմ այսօրվա խոսքին, որ պատրաստել ենք ձեզ համար Փառք Տիրոջը եւ այսօրվա խոսքի վերնագիրն է Ինչ ես լսում։ Ինչ ես դու լսում։ Հա։ Մենք շատ խոսում ենք ինչ ենք մենք խոսում, չէ՞։ Ինչա մեր լեզու խոսում, ինչա մեր բերանը խոսում։ Սրա մասին շատ խոսում ենք, բայց այսօր ուզում եմ խոսանք թե ինչ ենք մենք լսում, որը նաև շատ կարևոր է, ինչ ենք մենք լսում ժողովուրդ ջան, որտեվ այնինչ մենք խոսում ենք, ազդում է մեր շրջապատի վրա, մեր կյանքերի վրա, եւ ինչ որ մենք լսում ենք, դա ուղղակիորեն ազդում է մեր կյանքի վրա։ Մենք ստանում ենք այս աշխարհից տարբեր տեղերից ստանում ենք ինֆորմացիա մեր լսածով, ինչ որ լսում ենք, դա մենք վերապրում ենք, եւ ինչ որ մենք վերապրում ենք, դա դառնում է գործողություն, դա դառնում է գործ։ Մեր ամեն լսածը մեզ վրա ազդում է, մենք վերապրում ենք տարբեր ձևերով։ Եվ ինչը որ մենք վերապրում ենք, դա գալիս է մեր կյանքերի մեջ, դա սկսում է դառնալ գործողություն։ Եվ գիտեք, որ գործողություններից է կախված մեր կյանքի ընթացքը։ Թե լավ, թե վատ։ Ինչ ենք մենք գործում, ինչ ենք անում այս աշխարհի վրա, ինչպես ենք ապրում։ Եվ ամեն մեր լսածը, ամեն մեր ստացած ինֆորմացիան կամա թե ակամա, ուզենք թե չուզենք, ուղղակիորեն ազդում է մեզ վրա, մեր կյանքի վրա, մեր իրավիճակների վրա։ Դրա համար շատ կարևոր է, ինչ ենք մենք լսում։ Այսինքն մեր լսածը, մեր զգացածը եւ մեր գործողությունները իրար հետ կապակցված են։ Այ օրինակ, եթե դու հիմա ինչ չես լսնում, քո գործերի մեջ ես, հաշվարկների մեջ ես, այսքան տվեցի, այսքան առա, այսքան նրան կտամ, այսքան եմ, ուրեմն խնդիր է։ Բայց եթե հիմա լսես, որտեղ Աստծո խոսքից ենք ասում, դա քո կյանքի վրա դրական ազդեցություն ունենա։ Ամեն, չքնես, մտքերով չգնաս, գործերդ հանձնի Տիրոջը, մտքերդ հանձնի Տիրոջը, հոգսերդ Հիսուս ասեց տուր ինձ, այմա կարաս հոգսերդ տաս Աստծուն։ Հոգսերդ տուր Աստծուն եւ տես, թե Աստված քեզ ինչ է ասում։ Ամեն, այսօր Սուրբ Հոգին ուզում է քո հետ խոսա, որ վերականգնվես, որ զորանաս։ Քո ամեն լսածը քո կյանքի վրա ազդեցություն ունենում։ Հեսա կտեսնենք ոնց։ Ցանկացած ինֆորմացիա, երբ որ մենք լսում ենք, ժողովուրդ ջան, ինքը կարող է օգնել մեզ, շինություն բերել մեր կյանքի մեջ, նույնպես էլ կարող է փչացնել ու քանդել։ Շատ բաներ։ Ինչ ինֆորմացիա մենք լսում ենք, հա։ Օրինակ, վերցնենք այսօր երեխաների օրն է, երբ որ ծնողը կամ ինչ-որ մեկը իր երեխային, հա, բարկացած, այսինքն զայրացած, նույնիսկ չարությունով լցված, երբ որ ինչ-որ խոսք է ասում, ինչ-որ բառեր է ասում, այդ երեխան լսում է։ Իսկ ինքը երեխա է։ Ինքը շատ բաներ չի հասկանում։
Ինքը անալիզ չի անում քո ասածները։ Եվ ինքը ընդունում եւ վերցնում է, ինչ որ ծնող իր երեխային ասում է։ Գիտես, որ քանի երեխաները փոքր են, ծնողները իրանց կյանքում հեղինակություն են։ Նույնպես կարող ես վերցնել հոգևոր կյանքում։ Եթե դու ունես հոգևոր երեխաներ, քո ասածը իր համար հեղինակություն է։ Բայց լավ կլինի, որ մեծանան էլի այդպես մնա։ Ցավոք սրտի քիչ այդպես մնա։ Քանի երեխա են, հիմա ես ունեմ 4 երեխա, իմ երեխաները քանի փոքր են, չնայած արդեն մեծացել են, բայց ես մեկը մտածել, որ իմ ասածը իրանց համար կարևոր է, ես իրանց համար դեռ հեղինակություն եմ եւ ուզում եմ ամբողջ կյանքս մնալ, իհարկե որպես ծնող։ Մեր ամենամեծ հեղինակությունը Աստված է, Հիսուս Քրիստոսն, ամեն։ Տեսեք, բայց ինչ եմ ուզում ասել, երբ որ մարդ իր երեխային ինչ-որ բան է ասում, թե դրական, թե բացասական, դա կարող է երեխայի կյանքում ազդեցություն ունենալ։ Եվ այդ մեր ասածը ձևավորվում է իր մեջ, ինքը դա վերցնում է, ինքը ընդունում է, հա։ Բնակ եթե ասես, բայց ինչ խելացի ես, ես ինչ համարձակ ես, ես ինչ գեղեցիկ ես, ինքը հավատում է դրան։ Հիսուս ասեց երեխաների նման եղեք, որովհետև երեխաները հավատում են ինչ որ նրանց ասում ես։ Բայց երբ որ մենք ասում ենք բացասական բաներ, անխելք, չգիտեմ, տգետ, հիմա հələ մեղմ բառեր եմ ասում։ Ես լսել եմ, թե մարդիկ ինչպես են անիծում երեխաներին, ինչքան վատ խոսքեր են ասում։ Հիմա ուղղակի ինձ թույլ չեմ տա այստեղից այդ բառերը ասեմ։ Կենդանիների անուններով կամ չգիտեմ։ Եվ գիտես, որ այս ամենը, որ երեխան լսում է, իր վրա ազդեցություն աներում, ինքը հավատում է դրան։ Եթե անընդհատ դու մարդուն ասում ես, դու անհաջողակ ես, դու անխելք ես, ինքը դա վերցնում է, դա դառնում է իր կյանքի, իր ներսի մի մասը, հասկանում ես։ Ինքը հավատում է դրան, որ ինքը անհաջողակ է, ինքը անխելք է, ինքը չգիտեմ, այդ բացասական բաները։ Եվ ինքը օրերից մի օր դառնում է այդպիսի։ Ինչ մենք լսում ենք, ինչ մենք ինֆորմացիա վերցնում ենք եւ ընդունում ենք, լսի մի օր մենք դառնալու ենք դա։ Եթե ասում ենք քո մոտ չի ստացվի, դու չես կարա, դու չես կարալու այդ ամեն ինչը անես։ Այսքան արել ես չի ստացվել, էլի չի լինի, նորից չի լինելու ու դա երբ որ մենք ընդունում ենք, մի օր դառնում է այդպես։ Դրա համար ուշադիր պետք է լինենք, ինչ ենք մենք լսում։ Եվ նաև ինչ ենք ասում այն մարդկանց, ովքեր մեզ լսում են, հա։ Բացասական բաներ, երբ որ ասում ենք, օրինակ, մեր երեխաներին կամ ինչ որ մեկին կարող է վնասել իրան, կարող է հոգեբանական տրավմա տալ այդ մարդուն, հոգեբանական վնասված կա տալիս դա մարդուն, երեխայի, երիտասարդին, պատանիին, և դա ամբողջ իր կյանքում ուղեկցում է այդ մարդուն։ Այդ վնասվածքը, այդ հոգեբանական տրավման ամբողջ իր կյանքում ուղեկցում է իրան։ Միջև որ ինքը գալիս է Աստծուն և ազատվում է դրանից։ Ես հասուն մարդիկ գիտեմ 40-նաց, դու ինչի 60-նաց, որ այդ փոքրուց, այդ վնասվածք, այդ տրավման իր մեջ եղել է, իր ծնող անընդհատ իրան բացասական բաներ ասել, ասես սխալ բաներ է իր մեջ դրել, այդ մարդը, այսպես ասած, մնացել է դրա տակ, ինքը դարել է դա։ Ու ինքը գիտի, թե ինքը այդպիսին է, բայց ինքը այդպիսին չի։ Լսեք, Աստված չի ստեղծում անհաջողակների։ Դու գիտես, որ ամեն մարդ Աստծո ստեղծած է։ Աստված չի ստեղծում, շատ կներեք, հիմարների։ Աստված չի ստեղծում, հա, վախկոտների։ Եվ այլն, այլ բառեր չօգտագործեն։ Աստված այդպիսիներ չի ստեղծում, մարդը դառնում այդպես։ Բա որտեղից է դառնում իրավիճակներից դուրս գալով։ Տարբեր ինֆորմացիաներ, տարբեր խոսքերից մարդը դառնում է, մարդը փակվում է, իսկ թշնամին սատանան օգտվում է դրանից։ Հա, ժողովուրդ ջան։
Եսեք հիմա թեկուզ վերցնենք ամուսինների մեջ ընտանիքներում։ Չէ հիմա նոր խոսք կա abuser լսել եք։ Այդ abuser ասածը, որ մեկը մյուսի վրա ճնշում է, մեկը մյուսին վերահսկում է, իշխում է։ Ու ցենց հա ինչ-որ նոր բառ է, հոգեբաններն են այդ բառը, հա այսպես ասած օրինել, որը նշանակում է դիմացինին, այսինքն ամուսին օրինակ վերցնենք, ամուսինը կնոջին ինչ անում, այսօր շատ տարածված է, նվաստացնում է, ճնշում է, ցածրացնում է, իր արժեքը ցածրացնում է։ Այսօր շատ կա այսօր հանդիպում է, փառք Աստծո մեր ազգի մեջ քիչ-քիչ ոնց որ դա վերանում է եւ գալիս է այդ հավասարությունը, մենք կողմ ենք հավասարությանը, այն մյուս կողմին էլ հավասար չենք, որ կինն է գալիս, ասենց։ Դրան էլ ենք դեմ, то դրան вообще ենք դեմ։ Բայց դեմ ենք նաև որ ամուսինը ճնշում է, նվաստացնում է։ Մի բան լսեցի ինտերնետով, ուրեմն ամուսիններ են, կինը եկեղեցի է գալիս, հավատացյալ կին, ամուսինը չի գալիս ու տենց բան մարդ է, էլի տենց վատ խոսքեր ասում անընդհատ, իր կնոջը նվաստացնում է, անընդհատ սենց բացասական բառեր ասում իրան, ասում է դու մեզ պետք, քեզանից կին դուրս չի գա, հələ մի հատ քեզ նայի, դու ես, այն ես, սիրուն չես, ես քեզ չեմ մի խոսքով, սենց անընդհատ լցնում է, ու ասում է այդ կինը իր տարիքից 10-15 տարի մեծ էր երևում, ինքը սենց ընկճված, թուլացած, խեղճացած, սենց տեսք չուներ, վախերի մեջ ճնշված, այսինքն ինքը այդ ամեն ինչը վերցնում է, քանի որ իր ամուսինը անընդհատ այդ ասում իր կյանքի մեջ, ու ինքը դառել էր դա, այդ ինֆորմացիան, այդ ճնշող ինֆորմացիան, այդ նվաստացուցիչ խոսքերը ի վերջո նվաստացրել էին իրան, ինքը դարձել էր ինչ-որ մեկը, որ պիտանի չես այս աշխարհին, դու մեզ պետք, այսենց, հա պատկերացնում եք, սենց բառեր ասում, բայց այդ կինը գալիս է եկեղեցի, եւ երբ որ իր այդ աշխատանք են տանում եւ նենց է ստացվում այդ կինը դե վերջը չի դիմանում, բաժանվում է, որտեղ դե խոսքն ասում է, եթե դավաճանություն կա, ու այդ ճնշվածությունը, այդ վատ խոսքերը կա, ի վերջո մի խոսքով չի ստացվում իրանց մոտ, իրանք ամուսնալուծվում են եւ ասում է որոշ ժամանակ անցնում եւ ասում է այդ կինը մի օր եկավ եկեղեցի, իրանց հովիվն է պատմում, ասում է ես տեսնում եմ այդ կնոջը չեմ ճանաչում, ասում է բերել ես, ինքը ժպտում է, ասում եմ տեսնես ով է այս աղջիկը։ Ինքը արդեն մոտավոր 35-ից 40 տարեկան, ասում է ով է այս աղջիկը, եկել է ու սենց ժպտում է, ուզում է ինձ մոտ գա, եկե պարզվում է այդ նույն կինն է, եւ ինքը ամուսնացել է մի ուրիշ, այդ դեպքը Ամերիկայում է տեղի ունեցել, չասենք էլի մեր մոտ սենց արխային տես բաներ ա լինում, վերջը միտքն եմ ուզում հասկանալ ժողովուրդ ջան, ամուսնացել է մի ուրիշ տղամարդու հետ, մի հավատացյալ տղամարդու հետ, ով իրան անընդհատ գովում է, իրան անընդհատ բարձրացնում է, իրան սենց օրհնում է, իրան լավ տեղեր է տանում, լավ պահում է սենց, հա, սենց վարդերի մեջ բա, սենց լավ խոսքերը, ու իրան լավ ասում է դու ամենասիրունն ես, դու շատ կարևոր մարդ ես, դու ամենաթանկն ես իմ կյանքում, քո նմանը չկա, դու ես աննման, ու պատկերացնում ես, ասում է այդ կինը 15 տարի արդեն, ոնց որ երիտասարդացավ, ինքը իր տարիքից արդեն երիտասարդ էր երևում, լսեք չի տարել է գեղեցկության սրահներ, հիմա որ գնում են չէ, միլիոններ են ծախսում, դրա հաշվին չի, լսի, մենք Աստծո ժողովուրդ ենք, ձգելով, մեծացնելով, փոքրացնելով չի, այդ լավ ինֆորմացիան, այդ լավ աղբյուր է, սիրուն բառերը, որ գալիս է մեր կյանքի մեջ, դա կարա մեզ երիտասարդացնի, մեզ գեղեցկացնի, մեզ ուրախացնի, այդ ուրախությունը, այդ ժպիտը, հա, որ ասում են հավատացյալները ժպտում են միշտ, մենք հիմար չենք, որ ժպտում ենք, որտեղ լավ է, կապ չունի գրպանում ինչ կա, այստեղ լավ է, սրտի մեջ լավ է, միտքս խաղաղ է, հանգիստ քնում են, դրա համար է ժպտում են, դրա համար է փառք Տիրոջը, ինֆորմացիան, որ գալիս է, կարա ապրեցնի եւ կարա սպանի, ժողովուրդ ջան, դա ինչն է խոսքն է, ինչ ենք մենք լսում այսօր, դա
անմիջական ուղղակիորեն ազդում է մեր կյանքի վրա, մեր իրավիճակների վրա, մեր ներսի վիճակի վրա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ինֆորմացիան ստեղծում է մարդու ով լինելը։ Ինֆորմացիան դարձնում է նա, ինչը որ այսօր մենք կանք։ Դա մեր լսածից է։ Հա, ժողովուրդ ջան։ Մարդկանց խոսքերը, մարդկանց վերաբերմունքը կարող է մարդուն բարձրացնել եւ կարող է իջացնել, գցել, հա։ Օրինակ կարող ենք ասենք դու Աստծո զավակ ես։ Տերը քեզ շատ սիրում է։ Դու Աստծուն պետքական մարդ ես։ Աստված քեզ կարևորում է։ Դու կարևոր մարդ ես այս եկեղեցու մեջ։ Այստեղ կան մարդիկ, որ ասեմ դու կարևոր մարդ ես այս եկեղեցու մեջ, դու կարևոր մարդ ես իմ համար։ Ես առանց քեզ այս եկեղեցին չեմ տեսնում։ Եվ դա մարդուն կարող է բարձրացնի, հա, ժողովուրդ ջան։ Եվ կարող է գալ, հա, հակառակը։ Դու պետքական չես, դու անհաջողակ ես, դու չստացված մեկն ես, դու ինչքան էլ անում ես մեկը, բան չի փոխվում։ Իմ այդ խոսք կա, չէ, ժողովրդական քեզանից Պողոս Պետրոս դուրս չի գա։ Դա մեր Պողոս Պետրոսի մասին է։ Լուրջ։ Հիսուսի աշակերտների մասին է, մարդիկ առանց հասկանալու, որտեղ թե Պետրոսը եւ թե Պողոսը սխալ ճանապարհների մեջ էին, բայց դարձան զորավոր մարդիկ։ Դա ասում են, որ քեզանից Պողոս Պետրոս դուրս չի գա, այսինքն ասում են, չի ստացվի, բայց մեզանից Պողոս է դուրս կգա, Պետրոս է, Հովհաննես է, մնացածը, Փառք Հիսուսի։ Եվ դուրս է եկել արդեն։ Փառք Տիրոջը, Փառք Աստծուն։ Եկեք իրար լավ խոսքեր ասենք, իրար բարձրացնող խոսքեր ասենք եւ նաեւ դա էլ լսենք։ Որ ասում ջան ասենք, ջան էլ կլսենք, չէ՞։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Անցնենք Աստծո խոսքից մի քանի տեղ եւ իմ սիրելի տեղը ես սիրում եմ ծննդոցից սկսել եւ ծննդոցից վերցնենք 3-րդ գլուխ հենց սկզբից առաջի խոսքից, երբ որ տեղի ունեցավ Օծի եւ Եվայի հանդիպումը։ Ինչ արեց Օծը, ինֆորմացիա փոխանցեց Եվային, խոսած։ Պատկերացնես Օծը խոսում էր։ Երբ չի խոսում էր, ամեն ոտքեր ուներ։ Տենց էլի գրված եւ եկեք կարդանք ավելի լավը, առաջինից 5-րդ խոսք։ Օծը ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օծը ասաց կնոջը. իսկապես Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Կինը ասեց Օծին. պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասեց. մի կերեք դրանից եւ դրան մի դիպեք, որ չմեռնեք։ Օծը կնոջը ասեց. բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտի, որ այն օրը երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ աստվածների նման կլինեք, բարին եւ չարը իմացող։ Տեսեք, ինֆորմացիա է ասում, խոսք է ասում։ Եվ այս խոսքը, հա, ազդում է մարդու վրա, Եվայի վրա։ Եվ Եվան էլ նույն ձևի այս խոսքը ինչ անում, փոխանցում է իր ամուսնուն Ադամին։ Եվ սա ճակատագրական դեր ունեցավ ոչ միայն իրենց կյանքում, այլ մարդկության կյանքում, ամբողջ մարդկության վրա։ Մինչև հիմա մենք հələ տանջվում ենք դրա ձևը։ Ժողովուրդ ջան, ընդամենը մի ինֆորմացիա, բայց քեզ մի բան ասեմ, որ Օծը Սատանան իր մարտավարությունը չի փոխել։ Ինքը այսօր էլ նույն ձևով գործում է։ Գիտեք, անձամբ չի գալիս մեզ բան փսփսում եւ ասում, այլ ինքը կգտնի ինչ-որ մեկին, ով կգա եւ քեզ ինչ-որ բաներ կասի։ Ինչպես մենք ենք Աստծո ձեռքերի մեջ գործիկ եւ նրա գործակիցներն ենք եւ լավ բաներ ենք անում այս աշխարհի վրա, այնպես էլ թշնամին ունի իր ձեռքերի մեջ մարդիկ, ցավոք սրտի, որ հասկանալով կամ առանց հասկանալու չգիտեմ, չեն դատում, բայց կարան գան
եւ մարդուն բաներ պսպսան։ Սխալ, չար, բացասական ինֆորմացիա բաց թողեն, որը կարա ազդի իր վրա, ժողովուրդ ջան։ Դրա համար պետք է ուշադիր լինենք։ Ինչ է քեզ պետք այսօր սիրելիս ճեղքման, օրհնության եւ հաղթանակի համար։ Ճիշտ մարդ, ճիշտ ինֆորմացիայով եւ խոսքերով։ Ամեն։ Այսօր քո իրավիճակի համար, քո կյանքի համար, որպեսզի գա ճեղքում, որպեսզի գա օրհնություն, որպեսզի գա հաղթանակ, քեզ պետք է ճիշտ մարդիկ, քո կողքին, ճիշտ մարդիկ, ճիշտ խոսքերով։ Ամեն։ Ուշադիր եղի, ինչ ես լսում եւ ուշադիր եղի ում ես լսում։ Կարա մարդը գա հասնի ինչ-որ կետի, ինչ-որ բաներ հաղթահարի, ինչ-որ բարիերներ հաղթահարի, հետո հանկարծ իր կողքը հայտնվի մեկը ու ասի, այ ախպեր, քեզ պետք է, չես գնացել այդտեղ։ Ու գիտես ընդ ինչեր են անում։ Արի քեզ ուրիշ տեղ տանեմ։ Արի այսօր գնանք մի կտոր հաց ուտենք իրար հետ։ Հետո այդ մի կտոր հացը դառնում է ի բաժակ բան խմենք իրար հետ։ Թուր ջան, արի գնանք մի հատ սուրճ խմենք, բայց չիմացար են հարևանը ինչ արեց։ Մի հատ բան բասանք, մի բան։ Դրանք ցանում են, մեկ անցած Կիրակի խոսում ենք, այդ թունավոր սնունդի մասին։ Թունավոր սնունդ, որը լսում ես, ընդունում ես, դու դժվար է դրա մարսելը։ Շատ կարևոր Աստծո խոսքը մեզ զգուշացնում է չար ընկերակցություններից հեռու։ Ում ես դու լսում։ Ով է քո ականջին ինչ խոսում։ Ով է քո գadget-ը, քո հեռախոսով, ով է դες քեզ խոսում։ Տեսեք, Եվան լսելուց եկավ ցանկություն, ցանկությունը դարձավ գործողություն։ Եվ այդ գործողությունը կործանեց նրանց։ Լսեց։ Ինչ գեղեցիկ է ծառը։ Աչքին հաճելի է։ Պտուղները շատ սիրուն է, նայում ես ուտելդ գալիս է։ Այսօր ինչքան մեզ sense բաներ կարան առաջարկեն։ Լսեց, եկավ լսելու արդյունքում գալիս է ցանկություն։ Ցանկությունը դառնում է գործողություն, բայց գործողությունը կարա կործանի։ Կարա օրհնություն բերի, բայց նաև կարա կործանի։ Նայած ինչ ես լսում, ինչ ցանկություններ ունես եւ վերջում էլ ինչ ես անում։ Ամեն։ Հարկ Աստծուն, տեսեք, ես խոսացի լուրերից, հեռախոսներից կամ TV-ով, վերջը, համակարգիչով, ինչ լուրեր ենք լսում, այսօր աշխարհը լցված է շատ լուրերով, դրանք տեղեկություններ են, բայց մենք լսում ենք լուր, տեսեք, նորմալ է, որ մենք տեղեկացված լինենք։ Ես լսում եմ լուրեր, այնպես չի, որ սենց քարանձավում ենք ապրում, չգիտենք աշխարհում ինչ է կատարվում։ Լսում եմ լուրեր, մեր երկրի, հետաքրքիր է ինչ է կատարվում մեր երկրում, ինչ եղավ, ինչ կատարվեց։ Բայց շատ կարևոր է, որպեսզի մենք առողջ լուրեր լսենք, ժողովուրդ ջան։ Որովհետև սխալ լուրերը, ինչ որ մեկը խոսում է, ես չեմ ճանաչում, ես լսում եմ ոչ թե իր լուրերը, այլ լսում եմ իր մեկնաբանությունը, ինչ է պրոպագանդում, ինչ է մեկնաբանում, չգիտեմ, օրինակ, գնաց վարչապետը այսպես ասաց, ու ինքը մեկնաբանում է վարչապետի ասածը, ինքը կարա լավ մեկնաբանի և կարա վատ մեկնաբանի, բայց ես պետք է Աստծուց իմաստություն ունենամ, որպեսզի նրա բանին, այդ իր մեկնաբանությանը չտրվի, որտեղ դա իր սուբյեկտիվ կարծիքն է, և դա չպետք է ազդի իմ վրա, որտեղ լուրերից դու կարաս վախի մեջ ընկնես, ասես վերջներս եկել է, Եսա կռիվ է սկսում։ Նոր աշխատանքի տեղն է և մի հատ տղաս լուրջ դեմքով եկավ, չգիտեմ, մի քանի ամիս առաջ էր, ախպեր մարտին ահավոր պատերազմ է սպասվում։ Գիտես ինչ ձև ասում, ասեմ ինչ գիտես, ընես տեղ են, ես մարդիկ են ինձ ասել վերևներից, 100% ես մարտին ահավոր պատերազմ է սկսում, եթե Սյունիքը չտվինք վերջ, Ուսես տենը մի երկու հոգի սկսես բանը, դողը մտավ,
Բայց ինչ պետք է անենք։ Այն մեկի երեխեն բանակում, այն մեկը նոր պետքա գնա, այն մեկը չգիտեմ վախը մտավ, ինֆորմացիա էր, չէ՞։ Լսի ասում եմ, այդ ով որ քեզ ասել է, ինձ իր կարծիքը ընդհանրապես հետաքրքիր չի։ Դու կարաս ինձ կոնկրետ բան ասես, չես կարող։ Իսկ ես վստահում եմ իմ Աստծուն։ Ամեն։ Այսինքն լուրերը ժողովուրդ ջան, ու ոչ միայն սա, այսօր լուրերի 90%-ը վախենալու է, սխալ բաները, ահավոր բաները։ Ու շատ իրեղեք ինչ եք լսում։ Այդ լուրերը կարող ազդի քո վրա։ Կարող ասկի չզգասել, մի կե մարդը զգա ստրեսի մեջ է։ Այդ մարդը ստրեսը որտեղից եկավ ինձ կապավ։ Ոչ բանկերում պարտք ունեմ, ոչ մարդս նեղացնում այնց, այս ստրեսը որտեղից եկավ, լսած լուրերից։ Մի հատ սպանության մասին, երբ որ դու լուր ես լսում, ինքը կարա ստրեսի հետևանք դառնա քո մեջ։ Ու այդպես գումարվելով, մեկ է մարդը բռնցնի, հասկանա, որ ինքը վախի մեջ է, գիշերները չի քնում, վախենալու երազներ ա տենում։ Բերեք եկեղեցի աղոթենք, թող ազատագրվի։ Բայց որտեղից սկսեց, ինչ ես դու լսում։ Վատ լուրերից։ Ժողովուրդ ջան։ Դրա համար ինչ չի հետաքրքրում ինչ ասում ինձ ինտերնետը կամ հեռուստատեսությունը ինձ հետաքրքրում է ինչ կարծիք ունի իմ Աստված։ Ինչ կարծիք ունի իմ Աստված։ Ինքը կենթանի Աստված ես կարող կանգնել եւ խնդրել ասեմ Տեր, բա դու ինչ կարծիք ունես։ Մեր երկրի վիճակը ոնց պետք է լինի։ Տեր ասում է աղոթեք ու հանգիստ եղեք։ Ամեն։ Աղոթեք իմ աչքը ձեր վրա է։ Աղոթեք, թող մարդիկ ապաշխարեն։ Իսկ մնացած կարծիքները իրանց անձնական է սուբյեկտիվ կարծիքն է։ Դա ինձ չի հետաքրքրում։ Մեր գործը դա չի ժողովուրդ ջան։ Ամեն։ Եկեք նայենք Մարկոս ավետարան 8:15-ը։ Տեսեք ինչ ասում Հիսուսը։ Մարկոս ավետարան 8:15։ Էլի sense հարցերով գալիս են Հիսուսի մոտ, Հիսուս ասում է Հիսուսը պատվիրեց նրանց եւ ասեց. «Զգուշացեք փարիսեցիների եւ հերովդեսականների խմորից»։ Հասկանում ես ինչա փարիսեցիները դա այդ ժամանակվա կրոնավորներն էին, եկեղեցու ծառայողներն էին։ Իսկ հերովդեսականները քաղաքական գործիչներն էին։ Հիմա Հիսուսը մեզ ասում է, լսեք, զգուշ եղեք իրանցից։ Այդ կրոնավոր ավանդություններից, այդ ավանդապաշտություններից էլ զգուշ մնացեք։ Քաղաքականությունից էլ զգուշ մնացեք։ Ամեն։ Այդ խմորից ասում եմ, մի խմորվեք, մի մեկացեք իր հետ, դա մերը չի։ Ամեն։ Տեսակ որ Աստվածաշնչից էի քարոզում։ Այսինքն մի խառնվեք, մի կողմը քաղաքականությունն է, Հերովդեսը, մյուս կողմը փարիսեցիներն են, այդ ավանդապաշտ, չգիտեմ, միգուցե կաթողիկոսը, չգիտեմ, մենք ոչ ընդ ենք խառնվում, ոչ քաղաքականության մեջ ենք խառնվում, ոչ էլ ընդ է, այդ լուրերն են մեր վրա թող չազդի, եթե կարաս աղոթի, ոչ քննադատենք, ոչ էլ, որտև Տեր Հիսուսը այդպես սովորացրեց, ասել, ամեն, Եվ կարևոր է, որ այս երկուսն էլ չմտնի մեր եկեղեցիները, ոչ քաղաքականությունը մտնի, ոչ էլ այդ ավանդապաշտությունը մտնի։ Մենք կենդանի Աստծուն ենք պաշտում, ով հիմա այստեղ է, քո ներսում ինչ-որ բան է։ Ամեն։ Երբ որ մարդը չի պաշտպանում իր ականջները սխալ ինֆորմացիաներից, սխալ աղբյուրներից, ինքը խնդիրներ է ունի։ Երբ որ մենք մեր ականջները չենք պաշտպանում, մեր լսողությունը։ Ինչն է մարդուն փոխում, ինչ որ ինքը լսում է։ Մարդուն փոխում է այն, ինչ որ ինքը լսում է։ Թե լավ, թե վատ, թե դրական, թե բացասական, որովհետև Ռոմեացի 10:17-ում ինչ է ասում, շատ հայտնի տեղ, հավատքը գալիս է լսելուց եւ լսելը Աստծո խոսքից։ Ինչից է գալի հավատքը լսելուց։ Տեսեք, եթե մենք այստեղ հանենք Աստծուն, օրինակ, ոչ թե հանում ենք միտքը։ Այս նախադասության մեջից Աստված բառը հանենք։ Գալիս է լսելուց, լսելն էլ
Խոսքից։ Եթե լսում ենք Աստծո խոսք, լսվում ենք հավատքով։ Եթե լսում ենք Շամշյանին, լսվում ենք ստրեսով։ Օրինակ, կամ են քաղաքական քննադատների։ Այդ ինչ վատ բաներ են ասում։ Աստված հեռու բայ, թույնավորվում ես ժողովուրդ։ Դի գնանք աղոթենք, ծոմ պահենք, մի քանի գլուխ Աստվածաշունչ կարդանք, որ բանը այդ հակաթույնը, դետոքսիկացիան մեր մեջ տեղի ունեն, թույնը գնանք։ Մենակ վատ բաներ, բայց գիտեք, իրանք մենակ իրան շահի մասին են։ Ոչ էնի է հայրեն ասել, ոչ են լուսնա հայր, ոչ իմ ու քո մասին չեն մտածում։ Իմ ու քո մասին գիտեք ով է մտածում։ Մեր հայրը։ Հայր ունենք երկնքում, որ մեր մասին մտածում, հոգատանում, մեզ օգնում եւ օրհնում։ Ուրեմն հույսդ մի դիր թագավորների վրա, ոչ էլ Էնուսի վրա։ Հույսդ դիր Հիսուսի վրա։ Հավատքը գալիս է լսելուց եւ լսելն էլ Աստծո խոսքից։ Ուրեմն Աստծո խոսքը լսի միշտ։ Հարկ Աստծո։ Հարկ Աստծո։ Եսեք խոսքը լսեցի, այն դառնում է հավատք, հավատն էլ գործողություն։ Գործողությունն էլ կյանք։ Որտեղ ասում է հավատքը առանց գործերի մեռած է։ Լսեցի, դառավ գործողություն, գործողությունն էլ դա հավատքի գործն է, եւ դա դառնում է կյանք։ Լավ է, որ ճիշտ բաներ լսենք, եւ դա կդառնա լավ կյանք մեզան։ Ամեն եւ լավ կյանք կունենանք ժողովուրդ ջան։ Հիմա ես պետք է արագ անցնեմ։ Ավելնորդ եւ սխալ ինֆորմացիան բեռա դառնում մեր կյանքերի վրա, մեր իրավիճակների վրա։ Ավելնորդ ինֆորմացիա։ Ու ինչի՞ սա պետք։ Չէ՞ ասենց հետաքրքրասեր մարդիկ կա, չէ՞ լսեն, դրանք ինչ ասած։ Ինչ դա պետք։ Եթե դա քո կյանքում շինություն չի բերում, եթե եկեղեցում շինություն չի բերում, քո ընտանիքին օգուտ չի բերում։ Ինչի՞ դա պետք լսես։ Ավելնորդ ինֆորմացիան, սխալ ինֆորմացիան կարա դառնա բեռ մեր կյանքի վրա, ու մենք դա կրում ենք։ Ու դա էլի հասկանում ես, հա, մարդը դեպրեսիայի մեջ է, որտեղից եկավ այդ դեպրեսիան։ Ավելնորդ եւ սխալ եւ չար ոչ բարի ինֆորմացիայից։ Համար պետք է այսօր գիտեք ինչ ենք անելու, մաքրելու ենք մեր ականջները, մեր ներսը, մեր սիրտը, դե թեթևացած գնալու ենք տուն։ Բայց որ էլի չլցվենք, էլի, թեթևացած, բեռնաթափված գնալու ենք տուն։ Ամեն, ամեն, Փառք Աստծո։ Փառք Հիսուսի ժողովուրդ ջան, խնդրեմ Արուշ ջան գաս նվագես։ Տեսեք, ինչ զենքեր հա օգտագործում սատանան, երբ որ անապատում փորձում էր Հիսուսին։ Եկավ Հիսուսին փորձելու, ինչ էր անում ինքը։ Խոսում էր, բաներ էր խոսք տալիս Հիսուսին, խոստմունքներ էր տալիս Հիսուսին, ինֆորմացիա էր տալիս Հիսուսին։ Այս Փառք Աստծուն մեր Տերը չվերցրեց այդ ինֆորմացիան, բայց ինչով հակադարձեց Աստծո խոսքով։ Հալելույա։ Բայց գիտես, այդ ինֆորմացիան, այդ անօրեն, այդ ստախոսը, էլի ինչ որ Աստծո խոսքի հետ ուզում էր հարմարացնել, չէ որ գրած է, գրված է։ Եթե քեզ այս աշտարակի տանիքից գցես, հրեշտակները քեզ կպահեն։ Հիսուս ասաց, քո Տեր Աստծուն գրված է, քո Տեր Աստծուն մի փորձիր։ Մյուս ասեց, ամբողջը կտամ քեզ, այս աշխարհի փառքը կտամ քեզ, եթե խոնարհվես իմ առաջ։ Հիսուս ասեց, միայն քո Տեր Աստծուն երկրպագիր ու նրա առաջ խոնարհ։ Ասի այսօր էլ ոչ մի իրավիճակի առաջ մի խոնարհվի, ոչ մի իրավիճակից մի վախի։ Երբ որ դու խոնարհվես Աստծո առաջ, երբ որ երկրպագես Աստծուն միայն, քո սրտով, քո հասկացողությունով, պաշտես ու երկրպագես, ոչ մի իրավիճակ, ոչ մի խնդիր այսօր չի կարող քեզ խոնարհեցնի, ոչ մի մարդ չի կարող այսօր քեզ խոնարհեցնի, ոչ մի խոսք, ոչ մի
ինֆորմացիա չի կարող քեզ խոնարհեցնի, քեզ վախեցնի, որովհետև դու ապահով ես նրա մեջ։ Որովհետև դու լսում ես միայն Տիրոջը, դու լսում ես նրա խոսքը, դու լսում ես խոսքեր, հիմա մենք խոսքեր ենք լսում, որը մեր կյանքում շինություն ա բերում, բժշկություն ա բերում, նորոգություն ա բերում։ Ամեն։ Փառք Տիրոջը, մեր Տերը չվերցրեց այդ ամեն սխալ խոսքերը, բայց գիտես, Սատանան դրա վարպետն է։ Ինքը այսօր էլ ուզում է, հա, իր մարտավարություն, իր տակտիկան չի փոխվել։ Այսօր էլ է ուզում մտնի, այսօր էլ է ես ասեցի կարա մարդ ուղարկի քո կողքը, որ ինչ-որ բաներ քեզ ասեն, որ դու վախենաս, որ դու անհանգստանաս, որ դու սենցա նեղսրտես։ Եվ դրա միջոցով ինքը կարա մտնի ու մարդուն, հա, նորից նվաստացնի, նորից հեռացնի Աստծուց։ Բայց մենք պետք է ամուր կպած լինենք Տիրոջը, ամուր բռնված լինենք նրա խոսքից եւ հետևենք միայն նրան։ Հիշում եք Հիսուսը որ խոսում էր, ասում էր, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Հալելույա, ամեն։ Սպասում եք, որ էսի ասել։ Ամեն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Բայց բոլորն էլ ականջներ ունեն։ Այստեղ Տերը նկատի ուներ, ինչ ես լսում եւ ինչպես ես լսում։ Սա նույնպես կարևոր է, սիրելիներ։ Ինչպես ես դու լսում եւ քո լսածին ինչ արձագանք ես տալի։ Լսեք, հիմա մենք չենք կարող մարդը գա խոսա, ասենք սուս մնա։ Չէ, մարդը եկել է խոսում է։ Երբ որ դու զգում ես, որ բացասական է, այդ գցող է, իջացնող է այդ խոսքերը, դու ուղղակի ուշադրություն մի դարձրու դրան։ Դու հակադարձիր իրան Աստծո խոսքով, աղոթքով։ Ինչպես ես լսում եւ ինչ արձագանք ես տալիս քո լսածին։ Թե հավատում ես միանգամից, թե միանգամից թուլանում ես, թե ասում ես, հա, ես քեզ լսեցի եղբայր, կլինի ես գնամ Աստծո առաջ աղոթք անեմ, եթե Տերը հաստատվի, ուրեմն Աստծո հաստատի, ուրեմն Աստծուց է, եթե չհաստատի, ուրեմն մարդկային է, ինձ պետք չի դա, հա, դելիթ ենք անում, ջնջում ենք ու հեռացնում ենք մեզանից։ Ամեն ժողովուրդ ջան, ինչ ես լսում եւ ինչպես ես լսում։ Հիսուսը դրա մասին էր խոսում։ Որովհետև այդտեղ հարյուրավոր, միգուցե հազարավոր մարդիկ կային, ասում են ով լսելու ականջ ունի, թող լսի, բայց բոլորը լսեցին, բայց չլսեցին։ Լսեցին ու չվերցրեցին, լսեցին եւ դա կյանք չդառավ ճշմարտության խոսքերը, այլ հավատացին ստին, հավատացին կեղծիքին, հավատացին մեղքին եւ հետո էլ ճշմարտությանը խաչեցին։ Ճշմարտությանը Հիսուսը ոչ միայն ճշմարտությունն էր խոսում, ինքը հենց ճշմարտությունն էր։ Ամեն։ Հավատացին ստին եւ ճշմարտությանը խաչը հանեցին։ Բայց ով լսելու ականջ ուներ, լսեց, վերցրեց եւ ավետարանը քարոզեց միջև, որ հասել է մեր օրերը։ Եվ մենք ենք այն աշակերտները, որ այսօր պետք է ճշմարտությունը քարոզենք այն մարդկանց, ովքեր սուտն են լսում, կեղծիքն են լսում, վախի եւ տագնապի մեջ են։ Եվ որ մենք կգնանք Աստծո խոսքով եւ կխոսանք ճշմարտությունը եւ ճշմարտությունը նրանց ազատ կարձակի։ Աստծո խոսքը այդպես է ասում։ Կընդունես, կվերցնես ճշմարտությունը եւ ազատ կլինես։ Դրա համար շատ կարեւոր է ճիշտ արձագանք տալ, ժողովուրդ ջան։ Եվ վերջի տեղն եմ արագ ուզում կարդալ Հովհաննես 16:33 Հովհաննես ավետարան 16-րդ գլուխ 33-րդ խոսքը Հիսուսն է ասում այս խոսքերը Ուշադիր այս բաները խոսեցի ձեզ հետ տեսեք Հիսուս ասում է այս բաները խոսեցի ձեզ հետ որ ինձանում խաղաղություն ունենաք Աշխարհում նեղություններ կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ, որպես ես խոսքերը դու վերցնես քեզ վրա։ Անձնավոր ես խոսքերը։ Հիսուս ասում է, այս բաները խոսեցի քեզ, ասա ինձ։ Այս խոսքերը Տերը խոսած ինձ որ ինձանում խաղաղություն ունենաք եւ երբ որ մենք խաղաղություն ենք ունենում էլ մեզ վրա ոչ մի վատ բան չի ազդում
մենք խաղաղություն ունենք։ Կարող ես գալ ասել, ես ինչի տակ ես մտել։ Ոնց է սրա տակից դուրս գալու, վերջին ինչ ա լինելու։ Դու գոնե մտածում, բայց երբ որ դու լսել ես Տիրոջ խոսքը եւ քո ներսում խաղաղություն կա, ասում ա, այս աշխարհում կարող է մի փոքր նեղություն ունենաս, բայց քաջացեք։ Ես հաղթել եմ աշխարհը։ Ամեն։ Ու այս աշխարհը մեզանից ոչ մեկի վրա իր ազդեցությունը չունենա։ Ամեն։ Հարկ ասում, եկեք կանգնենք։ Ժողովուրդ ջան, Աստված օրհնի քեզ շատ։ Խնդրեմ, որպեսզի խումբը գա փառաբանության։ Ինչ որ մենք լսում ենք, ինչը որ մենք լսում ենք, դառնում է մեր մի մասնիկը։ Հա, Աստծո խոսքը եկավ ու մարմին դարձավ։ Իսուս Քրիստոս Աստծո խոսքն եկավ եւ մարմին դարձավ։ Եվ այդ խոսքը այսօր էլ զորավոր է, եւ երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, թող այդ Աստծո խոսքը գա ու մարմին դառնա քո մեջ։ Այդ խոսքը ռեմա խոսքն է, կենթանի խոսքն է, որ եկավ ու մարմին դարձավ մեր մեջ։ Ինչ որ մենք լսում ենք, դառնում է մեր մի մասը։ Իսկ ինչ որ սխալ ու չար բան, անաստվածային բան լսում ես, լսի հեռացրու, մի ընդունի այդ ամենը։ Դրա համար արթուն եւ զարթուն եղեք խոսք ասում է։ Երբ որ քեզ բան կասեն ու դու զգում ես դա ոչ աստվածային է, բարի չի, մի ընդունի, հեռացրու քեզանից, որ չդառնա հանկարծ չդառնա քո մի մասը ու չփչացնի ու չապականի մեզ։ Ամեն։ Ինչ որ ճշմարտություն է, ինչ որ բարի է, կբարձրացնի ու կզորացնի քեզ։ Ինչը որ լսեցիր, ճշմարտություն է եւ բարի է։ Իսկ Աստված մենք խոսում է ճշմարտությունը եւ բարին։ Աստծո ժողովուրդը, Աստծո ճիշտ ծառաները խոսում են միայն բարի եւ ճշմարտությունը, բարձրացնող եւ զորացնող խոսքեր։ Այսօր կարիք ունես բարձրանալու եւ զորանալու, ես ուզում եմ աղոթենք միասին։ Հալելույա։ Ամեն փառքերը, ամեն պատիվը մեծարանքը լինի մեր Տեր Աստծուն, Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Հալելույա։ Ամեն։ Ամեն, հարկ մեր ամենակամով Աստծուն։ Հարկ Տիրոջը սիրելիներ, Տերը մեր մեջ և հավատքով վերցրու օրհնության խոսքերը, հետո փառաբանենք Աստծուն և գնանք խաղաղությունով, ամեն։ Տերը օրհնի քեզ և պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ։ Տերը բարձրացնի սուրբ երեսը քեզ վրա և իր աստվածային խաղաղությունը տա քեզ և քո ընտանիքին։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հետ հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Եվ բոլորս ասենք ամեն։ Ամեն։ Թող լինի այդպես։ Հալելույա։ Հալելույա, Հարկ Աստծուն, եկեք փառաբանենք մեր Տիրոջը, նա արժանի է։